իրազեկումը իրականացում է թիրախավորված կոնկրետ հարցերի շուրջ։ Որպես ցուցանիշներ մենք պետք է դիտարկենք, թե քանի պաստառ է պատրաստվել, քանի տեսահոլովակներ մենք ունենք այդ իրազեկման վերաբերյալ եւ այդ տեսահոլովակները կամ տարբեր այլ օժանդակնյութերը քանի երեխային են ներկայացվել եւ ինչ տարիքային խմբերի պարագայում։ Այստեղ հիմնական խնդիրը կայանում էր, որ դա լինի երեխաների համար հասկանալի լեզվով, որովհետեւ այն, որ բոլոր երեխաները, ովքեր որ ունեն առնչություն տարբեր իրավապահ մարմինների հետ կամ տարբեր դժվարին իրավիճակներում են հայտնվել, իրենք պետք է իմանան իրանց իրավունքների մասին, բայց նույն լեզվով մենք չենք կարող 5 տարեկան եւ 15 տարեկան երեխային բացատրենք, եւ այս միջոցառման ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր տարիքային խմբին ներկայացվեն այդ բոլոր իրազեկումները այդ տարիքային խմբի եւ զարգացվածության մակարդակին համապատասխան։ Երբ որ մենք խոսում ենք կոնկրետ երեխային իրազեկելու մասին, մենք պետք է ոչ միայն տանք այդ ինֆորմացիան իրեն, այլ նաև հասկանալի լեզվով տանք, որպեսզի ինքը լինի հասկացված։ Ուղղակի իրավական տերմինները իրանք շատ բարդ են, ծավալուն են եւ անգամ չափահաս մարդիկ շատ հաճախ չեն կարողանում դա հասկանալ։ Ինչից ելնելով մեղմացնելու, հոգեբանական ճիշտ մոտեցումներ ձեռք բերելու եւ տարբեր նախազգուշական աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից է դա կարեւոր։ Օրինակ, եթե մենք խոսենք իրազեկման մասին, սեռական հանցագործությունների դեպքում երեխաների իրազեկման շատ լավ կանոն կա, դա կոչվում է լողազգեստի կանոն։ Երբ որ երեխայի ծնողը, մայրը կամ հայրը, կամ նրա տատիկը, պապիկը, կամ ավագ քույրը կամ եղբայրը, ինքը երեխային ասում է, եթե ինչ-որ մեկը գա քեզ կպնի եւ ասում է լողազգեստի կանոն։ Օրինակ տղա երեխայի դեպքում դա մենակ այդ ներքևի հատվածն է, աղջկա դեպքում վերևի ներքևի հատվածը, արի ինձ ասա։ Սա արդեն կանխարգելիչ գործողություն է, որովհետև եթե երեխան անգամ 3 տարեկան վստահում է իր տատիկին, պապիկին կամ ծնողին եւ գալիս է ասում է, գիտես ինչ կա, ինչ որ մեկը փողոցում ինձ կպել է, ինչ տեղում, արդեն նույն այդ ծնողը պետք է հասկանա, թե ինչ կանխարգելիչ գործողություններ կանի։ Ինչ որ մի ծնող գնում է կռիվ է անում, վիճում է, մեկ ուրիշ ծնող հայտնում է դրա մասին ոստիկանության, երրորդ ծնողը կատարում է գործողություններ, որոնք որ բերում են օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման եւ դեպքը բացահայտվում է։ Բայց համենայն դեպս երեխան անգամ այն տարիքի լինելով, որ տեղյակ չի սեռական կյանքի, սեռական օրգանների կառուցվածքի մասին, ինքը նորից պաշտպանության ներքո է գտնվում։ Իսկ նման անհրաժեշտություն մենք ունենք, որովհետև Հայաստանում անգամ մանկահասակ երեխաներն են դառնում սեռական հանցագործությունների տուժող։ Դրա համար իրազեկման աշխատանքները պետք է կատարվեն տարբեր ուղղություններով, դրանք ընդհանրեն այդ ռազմավարությամբ ավարտվող գործողություններ չեն եւ անգամ այդ ժամկետի ավարտումից հետո նրանք պետք է կատարվեն եւ կատարվեն տարբեր տարիքային խմբերում։ Երեխաների իրազեկումը հիմնականում իրականացվում է նրանց իրավունքների խախտման տեսանկյունից նվազագույնի հասնելու, նրանց պաշտպանելու եւ այդ խախտման դեպքերը ֆիքսելու մասով։ Միջազգայինորեն չունենք մենք ընդհանուր մոտեցում, թե ինչ է իրենից ներկայացնում երեխայի իրավունքների խախտում։ Ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետությունում գործող երեխայի իրավունքների մասին օրենքը ինքը վաղուց արդեն չի կիրառվում եւ որտեղ ունի դեկլարատիվ բնույթ, ինքը չի նախատեսում գործուն մեխանիզմներ, ինչից ելնելով անգամ 3 տարի առաջ նախաձեռնվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ նոր օրենքի մշակում։ Եվ նախագիծը, որը կոչվում է Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենք, ինքը արդեն ներկայացվել է կառավարությանը եւ ներառում է ոչ միայն բոլոր իրավունքների տեսանկյունից կարևոր մեջբերումներ եւ դրույթներ, այլ նաեւ գործուն մեխանիզմներ, թե ինչպես պաշտպանել այդ երեխաներին։ Իհարկե այնտեղ երեխաների իրավունքի խախտում հասկացությունը ներառելը ինքը չի լուծում այս հարցը, բայց ինքը նախատեսում է օրինակ ինչ է երեխայի նկատմամբ բռնությունը, հասկացություն, որը մինչև հիմա գոյություն չուներ մեր օրենսդրության մեջ, նախատեսում է թե ինչ է իրենից ներկայացնում երեխայի բուլինգը եւ նմանատիպ այլ իրավիճակներ, որոնք նույն ձևով համարվում են խախտումներ։ Թվարկել երեխայի իրավունքների բոլոր խախտումների տեսակները ինքը իրատեսական չէ եւ անգամ այն պետությունները, որոնք որ նման փորձ են իրականացրել, դրանց մոտ դա չի հաջողվել, ինչից ենթադրվում է, որ կոնկրետ այդ ռազմավարական մի միջոցառումը ինքը չի իրացվելու, այլ իրացվելու են դրա առանձին դրսևորումներ։ Օրինակ, ինչ է երեխայի նկատմամբ բռնությունը եւ ինչպես վարել վիճակագրությունը դրա վերաբերյալ, կամ ինչ է իրենից ներկայացնում երեխայի նկատմամբ բուլինգը, ինչպիսի դրսևորումներ ունի նույն բուլինգը եւ ինչ պայմաններով եւ նորից վարել վիճակագրությունը հենց այդ մասով։ Այսինքն մենք այդ բոլոր գործողությունների տեսանկյունից պետք է դրանց մասնավոր դրսևորումների մասով այդ
գործողությունը իրականացնենք եւ դա կլինի միանշանակ արդյունավետ։ Ավելին վիճակագրության վարումը ինքը տարբերվում է հետեւյալ կանոններով։ Վիճակագրությունը բարդացված է նրանով, որ ենթադրենք բռնության մի մասը ինքը քրեորեն պատժելի է, իսկ մի մասը ոչ։ Քրեորեն պատժելի բռնության վիճակագրությունը արդեն վարում է թե ներքին գործերի նախարարությունը, թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը, բայց քրեորեն ոչ պատժելի բռնության դրսևորումների մասով մենք չունենք վիճակագրություն եւ անգամ չենք էլ պատկերացնում, թե ինչ տարածվածություն կամ մասշտաբայնություն դա ունի։ Օրինակը բերեմ ընդհանրապես հարվածների մասով։ Եթե երեխային հասցվում է 2 հարված, դա կոչվում է ֆիզիկական ներգործություն եւ հանգեցնում է քրեական պատասխանատվության։ Բայց եթե հարվածը ընդհանրապես մեկն է եւ ինքը հետագայում չի կրկնվում, չի դիտվում որպես հետևանք առաջացնող, օրինակ այնպիսի հարված կարող է լինել, որը կարող է անգամ կոտրված առաջացնել, դա քրեորեն պատժելի է։ Բայց եթե չկա հետևանք, չկա պարբերականություն, չկա շարունակականություն, մեկ հարվածը դա հանցագործություն չէ։ Կամ երեխայի վրա գոռալը հանցագործություն չէ, բայց ինքը հանդիսանում է հոգեբանական բռնություն եւ բռնության հենց այդ տեսակները, որոնք որ քրեական օրենսգրքում ամրագրված չեն, այդ դրանց մասով մենք ունենք վիճակագրության լրջագույն խնդիր, որտեղից է հավաքագրվելու այդ տեղեկատվությունը, ովքեր են հավաքագրելու այդ տեղեկատվությունը, ինչպես է ինքը կուտակվելու եւ ինչպիսի վերլուծական աշխատանքներ պետք է կատարվեն դրանց հետ։ Դրա համար հիմք ընդունելով այդ առանձնահատկությունը կոնկրետ ռազմավարական այդ միջոցառման տեսանկյունից մենք ունենք ոչ թե ամբողջի, այլ դրա մասնակի դրսևորումների իրականացման իրական հնարավորություն։